Բարի լույս, այսօր փետրվարի 11-ն է, չորեքշաբթի, 1978 թվականի փետրվարի 11-ը պատմական օր է եղել Չինաստանում։ Հենց այս օրը երկրի առաջնորդ Մաո Ցեդունի մահից 1 տարի անց Չինաստանում չեղյալ հայտարարվեց Արիստոտելի, Ուիլյամ Շեքսպիրի, Չարլզ Դիքենսի գրքերը կարդալու արգելքը։ Այս գրաքննության ավարտը մեծ իրադարձություն էր չինացիների համար, որոնք հնարավորություն ստացան ծանոթանալու համաշխարհային մտքի հսկաներին։ Այսօր ժամը 11-ին տեսակետ ակումբի հյուրը կլինի Թատերական գործիչների միության նախագահ, պատանի հանդիսատես թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը։ Անդրադարձ կկատարվի Հայաստանում թատերական կյանքի գրանցված խնդիրներին ու հաջողություններին, կներկայացվի, թե ինչպես է թատերական աշխարհը պատրաստվում հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Այսօր ուրախոր է հատկապես Արմավիրի մարզի Հացիկ համայնքի բնակիչների համար։ Տեղի կունենա գյուղի միջնակարգ դպրոցի վերաբացումը։ Դպրոցը հիմնանորոգվել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից, եւ այժմ իմ հյուրն է հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Ետիկարյանը։ Բարև ձեզ, Անուշ։ Բարև ձեզ։ Անուշ, կպատմեք մեզ դպրոցի մասին, ինչու է ընտրվել հատկապես Հացիկի դպրոցը։ Հայաստանի մանուկներ հիմնադրամը մի շարք համայնքներում է աշխատում, ըստ էության այս պահի դրությամբ նաև ընդլայնվում է ունենք նոր ռազմավարություն դեպի 100 նոր համայնքներ։ Հացիկը մեր համեմատաբար նոր համայնքներից է համարվում, նախորդ 1-1.5 տարի արդեն մուտք գործած են եղել Հացիկ համայնք եւ այստեղ սկսել ենք մեր հիմնական ծրագրերը։ Ծրագրեր, երբ որ ասում ենք, մենք ենթակառուցվածքները չի ամենևին, որ մեր հիմնական աշխատանքն է լինում։ Այստեղ շատ աշխատանք ենք տանում կյանքի որակի բարձրացման ուղղությամբ։ Դրա հիմնական գործոններն են մեզ համակրթական ոլորտը, առողջապահական ոլորտը, սոցիալական, հոգեբանական աջակցությունը ընտանիքներին, տնտեսական զարգացումը եւ Հացիկում սկսել էինք աշխատել արդեն, երբ համագործակցության եւ իսկապես մեծ խանդավառությունը տեսանք համայնքի կողմից, ոչ միայն ուսուցչական կոլեկտիվի, ոչ միայն դպրոցի տնօրենության, բայց նաև ընդհանուր համայնքի կողմից ենք տեսնում մեծ համագործակցություն եւ որոշեցինք, որ մեր բոլոր զարգացման ծրագրերին զուգընթաց նաև դպրոցի բավականին հին արդեն մաշված դպրոցի վերանորոգումը անենք։ Շատ ուրախ ենք, որ այսօր կարող ենք դպրոցը նորից հետ հանձնենք երեխաներին, նորից համայնքին։ Լավ, կպատմենք ձեր ընթացիկ ծրագրերի մասին, այժմ որտեղ եք աշխատանք իրականացնում, ինչ հիմնական ծրագրեր եք իրականացնում։ Հայաստանի մանուկներ հիմնադրամը 12 տարի արդեն գործում է Հայաստանում, հիմնականում աշխատել է մինչ վերջի 1 տարի առաջ մոտավորապես այս ժամանակահատվածում, հիմնականում աշխատել է Արմավիրի մարզում։ Նախորդ մի քանի տարիների ընթացքում կամաց սկսեցինք ընդլայնվել դեպի Արագածոտն եւ 14 թվականից սկսած ավելի մեծ ռազմավարություն ունենալով սկսեցինք իսկապես ընդլայնվել դեպի 100 նոր համայնքներ։ Այսօր արդեն աշխատում ենք եւ Արմավիրում եւ Արագածոտնում, Լոռիում եւ մեր 4-րդ, 5-րդ 15 թվականի համար մեր 4-րդ եւ 5-րդ մարզերը նախանշել ենք, որոնք պիտի լինեն եւ կարծում ենք, որ գարնանից սկսած կգնանք դեպի նոր համայնքներ եւս։ Լավ, Անուշ, Հայաստանի մանուկների հիմնադրամը հիմնականում աշխատում է շրջաններում, գյուղերում, կասեք, որոնք են հիմնական խնդիրները, որ դուք բախվում եք, տեսնում եք այնտեղ։ Խնդիրները իսկապես շատ են։ Յուրահատկությունը, որ մենք ենք նաև տեսնում հատկապես գյուղական համայնքի, որը տարբերվում է քաղաքային համայնքների, մարդկանց հուսահատությունն է, մարդկանց քիչ հնարավորությունը ունենալու թե աշխատանք, թե նաև ավելի բարեկեցիկ կյանք, որ ձգտում ունեն, բայց կարծես թե թևեր չունեն, որ դա անեն։ Մենք մեր առաքելությունը համարում ենք նաև նրանում, որ տալիս ենք մարդկանց հնարավորություն իրենց ուժերով, մենք իրենց օգնելով, բայց իրենց ուժերով կարողանան փոփոխություն բերեն իրենց կյանքում եւ ամենակարևորը հավատան, որ իրենց ուժերով կարելի է ինչ-որ բան փոխել։ Բայց ես մեծ մեգա ծրագրեր չեմ խոսում, այսինքն ես իսկապես խոսում եմ նրա մասին, որ կյանքի իրենց ամենօրվա կյանքը պիտի փոխվի, իրենց առողջապահական օրինակ ծառայությունը ավելի լավ որակի լինի, մատչելի է բոլորի համար, որակը ինչ է, ավելի լավը լինի, կրթությունը, որը տրվում է եւ իհարկե բոլոր տեղերում կա,
մի քիչ ավելի էլի լավը տրվի, ավելի հետաքրքիր դառնա, միջավայրը փոխվի մի քիչ։ Նմանատիպ բաներ են, որոնք որ բերում են կյանքի որակի փոփոխման, դրանով ենք մենք զբաղվում։ Լավ, Անուշ, շնորհակալություն ձեզ եւ հիմնադրամին այս հրաշալի ծրագրերի համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն Civilnet-ին հետևելու համար։ Այժմ կարող եք ծանոթանալ եղանակի տեսությանը ամբողջ Հայաստանում։ Աղթում եմ ուրախ օր։